Քաղաքից ինչքան հնարավոր է շատ դուրս գալ։ Մեր քաղաքը շատ է աղտոտված։ Օդը, չգիտեմ, այդ շինարարությունը, որը կատարվում է առանց ինչ-որ համապատասխան հսկողության եւ այդ շինանյութի հետ կապված այդ փոշին, այդ աղմուկը, այդ ամեն ինչը տարածվում է եւ դա կարճացնում է մեր կյանքը բոլորի։ Նու կարծում եմ տարիքի բերումով մայրս 94 տարեկան է, մյուս անգամ մայրիկիս կհրավիրեք, եթե տարիքի բերումով։ Ես եմ գալու, կհամարեք տարիքը ասել, պարոն պրոֆեսոր, թե չէ, թե թաքցնում եք ձերը։ Ես 73, այս տարի կլինեմ 74 տարվա վերջում, այո։ Տեմպը ոնց եք զգում, այսինքն կեսաթոշակի տարիքի մեջ եք արդեն։ Գիտեք, սովորաբար եթե մարդ սկսում է մտածել, թե տեմպը ինչպես է զգում, թե չգիտեմ ծանր է բարձրանում աստիճաններով, թե թեթև է բարձրանում, արդեն նշանակում է, որ ուղեղը ծանրաբեռնված է։ Ուղեղը չպետք է շատ ծանրաբեռնված լինի հենց այդ հարցերով։ Ուղեղը պետք է ծանրաբեռնված լինի այն հարցերով, որոնք ուրախացնում են, որոնք թեթևացնում են եւ երջանկացնում են մարդուն։ Պետք է այդ ծանրացնող բոլոր մտքերը պետք է զերծ մնաս դրանցից։ Ձեզ ինչն է ուրախացնում, գործով եք ապրում, գործն է ոգևորում։ Գիտեք, կան մարդիկ, որոնք ասում են իմ առաջնայինությունը դա իմ աշխատանքն է, կարծում եմ այդ մարդիկ կամ ստում են կամ այդքան էլ երջանիկ չեն կյանքում։ Իհարկե կյանքում ամենաերջանկացնող մթնոլորտը դա ընտանեկան մթնոլորտն է։ Ինչ ուզում են ասեն, ինչպես ուզում են մեկնաբանեն, ես կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր կտրված են ընտանիքից, չունեն հնարավորություն ավելի շատ շփվեն ընտանիքի անդամների հետ եւ հատկապես երբ որ դու արդեն տարիքը դառնում ես եւ ունես հնարավորություն շփվես արդեն ավելի երիտասարդ սերնդի հետ, ասենք թորնիկների հետ, դա լրիվ ուրիշ արդեն շունչ է քեզ հաղորդում։ Ես կարծում եմ, որ երջանիկ մարդիկ այն մարդիկ են, ովքեր կարողանում են անընդհատ երիտասարդների հետ շփվեն։ Եվ երիտասարդները դա չի նշանակում ինչ որ 17, 18, 20, 25, ոչ, նաև նորածին երեխաների հետ։ Դա էներգիա է քեզ հաղորդում։ Եվ ես դա գիտեմ որպես նաև մասնագետ գիտեմ, որ դու պետք է անընդհատ շփվես երիտասարդների հետ, որպեսզի քո էներգիան անսպառ լինի։ Թե չշփվելով, չգիտեմ, մեկուսանալով, քեզ առանձնացնելով, դա կյանքի ուղի չի։ Որակ չի տալիս կյանքին։ Մեր հաղորդման հյուրերի մեջ ես այսպես ինքս ինձ վիճակագրություն եմ արել, կենսաբանները երկարակյացների մեջ են։ Դուք այստեղ օրինաչափություն տեսնում եք, դուք երբևէ դրաշուշ մտածել եք եւ ինչպես է ձեր առօրյան անցնում։ Դուք ինձ ասեցիք, չգիտեմ, գաղտնիքի կարգով, որ այնուամենայնիվ ամենառավոտ տնական օղին իմացած տեղից օգտագործում եք։ Երևի չէ նոր բան չեմ բացահայտի։ Գիտեք ինչ, գալիս է մի ասենք ժամանակաշրջան, մի տարիք է գալիս, մի շեմ է գալիս, որ արդեն դու պետք է մի քիչ քեզ սահմանափակես։ Սահմանափակես, այսինքն սնունդը պետք է սահմանափակվի։ Ես ունեմ ընկերներ, որոնք ասենք ինչ որ այդ հարցում շատ փնթի են կարելի ասել ու շատ իր չեն, պետք է նրբանկատ լինես այդ հարցերում հատկապես, այսինքն քիչ ուտես։ Մարդ ասենք 40 տարեկանից հետո, երբ որ արդեն օրգանիզմը արդեն չի աճում, դու պետք է սահմանափակես, դու պետք է ուտես այնքան կալորիաներ դու պետք է ուրեմն ներբեռնես, ինչքան դու ծախսում ես։ Այդպես պետք է լինի, թե չէ եթե դու ինչ որ ավելի շատ ես ներբեռնում, դու պարզաբար դու պետք է արդեն Ավելորդ քաշը դա առաջի գործոնն է սրտանոթային հիվանդությունների նկատմամբ, այո, դա կարևոր է, դա խմիչքի հետ կապված, ես չեմ ասում դու չպետք է խմես, ես շատ եմ սիրում լավ գինին, բայց ասենք շատ մի երկու գավաթ հերիք է, ասենք կա մի սովորություն, որը ես երկար տարիներ արդեն հետևում եմ դրան, ես ունեի աղիների հետ կապված մի ոչ շատ դուրեկան ինչ-որ բան, ոչ դուրեկան լավ, մի երևույթներ, որոնք ոչ ակադեմիկոսներ, ոչ չգիտեմ պրոֆեսորներ չստանձնեցին բուժել եւ ասեցին հետդ պետք է տանես այն աշխարհ, ասեցի հետս այն աշխարհ ուրիշ բան եմ տանելու, սա չեմ տանելու։ Ինչ եք տանելու։ Ես հետո կպատասխանեմ դրան, բայց ես որոշեցի, որ պետք է անպայման դա բուժվի։ Եվ դա բուժեցի արդեն ժողովրդական, այսպես ասած, բժշկության միջոցով ամեն առավոտ այն ժամանակ 3 ամիս անընդհատ ես թթեողի էի խմում 30-40 միլիլիտր։
չէի հարբում, parza դրանից հետո ճաշում էի, նախաճաշում էի, բայց այսօր ես դա շարունակում եմ շաբաթ կիրակի օրը առավոտյան անոթի փորի վրա, այսինքն դեռ միջ նախաճաշը եւ դա ինձ օգնում է իմ անոթները մաքուր պահել, ստամոքս աղիքային համակարգը ինչ որ էլի լավ Ձեր սպահել խնդիրներից։ դա է կարևորը։ Ձեր մանկությունից ինչ եք հիշում։ Մանկությունս հիշում եմ հետևյալը, որ մանկությունս շատ երջանիկ էր։ Մանկությունս երջանիկ էր, քանի որ ես ծնվել եմ ընտանիքում, որտեղ լիարժեք ընտանիք էր։ Մի բանը իհարկե, որը ինձ այդքան էլ չէր գոհացնում հետագայում, որ պապիկ չեմ ունեցել։ Պապիկս մահացել էր մինչև իմ լույս աշխարհ գալը, եւ հայր, մայր, ունեցել քույր, եղբայր, եւ շատ կարեւոր եմ համարում, որ ունեցել եմ տատիկ, որը շատ այն ժամանակ տատիկս 1900 թվականի ծնունդ է։ Այսինքն երբ որ ես ծնվել եմ, արդեն ինքը 50-51 տարեկան էր, եւ հիշում եմ հետեւյալ շատ պատկերավոր եմ հիշում եւ անուններն եմ նույնիսկ հիշում իր ինկերուհիների, իր հարևանների, հարազատների, որոնք գալիս էին տատիկիս մոտ եւ ասում էին Շուշան ինձ նամակ գրի, կամ այս նամակը կարդա, տարաճանած չէին։ Դե այդպես է եղել։ Գյուղից եկել են, ոչ բոլոր գյուղերում է եղել, ասենք, բաներ, դպրոց, իսկ տատս ավարտել է դպրոց, տատս լավ ուրեմն տարաճանաչ էր, եւ իմ առաջի տարերը, որ ես սովորել եմ, դա եղել է մեր հայկական տարերն են եղել։ Այն հին ուղղագրությամբ բարձա, հին գրաֆիկայով վերջը, եւ այսօր ես չգիտեմ, ցավով ասեմ կամ չգիտեմ, այդպես կարոտախտև եմ ընդունում, որ մեր այդ բանը, որ կարոտով, որ չի մնացել այդ հին բանը, այդ ուղղագրությունը էլի։ Հայերենը գիտեք, ռուսերենը գիտեք, ադրբեջաներեն, որպես չեմ ասում հայերեն գիտեմ, բայց ասենք երբ որ պետք է դասավանդման հետ կապված, աշխատանքի հետ կապված, ասենք հոդվածներ գրել, հաղորդակցվել մարդկանց հետ։ Ֆրանսերեն էլի խոսում եմ, էշը ցեղից անում եմ։ Իսկ դպրոցում հայկական դպրոց եք գնացել, ադրբեջաներեն սովորում էիք։ Ես գնացել եմ, քանի որ հայերեն իմացել եմ, հայերենը մեր իրողությունը այնպիսին էր, որ սովետական իշխանության ժամանակ, որ հայկական դպրոցները Հայաստանից դուրս էին մնացել Հայաստանի իշխանության բանից նրանց օգնությունից դուրս էին մնացել, նրանց տեսադաշտից դուրս էին մնացել։ Եթե ես դա գիտեմ, ուղղակի այդ իրողությունը շատ լավ գիտեմ, քանի որ մասնակցել եմ մի քանի ուրեմն դեպքերում, ադրբեջանական դպրոցները Հայաստանում ուշադիր հսկողության տակ էին ադրբեջանական ուրեմն իշխանությունների կողմից։ Նրանք այստեղ ուղարկում էին իրենց շրջանավարտներին, այդ իրենց համասարաններից կամ ասենք ինչ որ այդ մանկավարժական ինստիտուտներից այդ շրջանավարտներին ուղարկում էին այստեղ եւ բացի այն աշխատավարձից, որ նրանք ստանում էին այստեղ, նրանք լրացուցիչ աշխատավարձ էին ստանում նաեւ Ադրբեջանի իշխանությունից եւ նրանք տարբեր ոչ օրինական ճանապարհներով նաեւ օգնում էին, որ նրանք այստեղ ձեռք բերեն ինչ որ մի հողակտոր, ամուսնանան եւ մնան այստեղ։ Այսինքն դա քաղաքականություն էր, որը որ շատ հստակ կերպով իրականացվում էր։ Լրիվ հակառակ պատկեր տեղի է ունեցել հայկական դպրոցների ուրեմն վերաբերյալ։ Նույնիսկ չենք ունեցել մասնագետներ, երիտասարդներ երբեք չեն եկել, պետք է ստեղ ավարտեին, չէ՞, այդ մանկավարժականները եւ գային այնտեղ, պետք է կրկնակի աշխատավարձ ստանային եւ ստեղ եւ այնտեղ եւ դասագրքերի հետ կապված։ Պարզավոր այդ պայմաններում իմ հայրս, որը հայկական դպրոց է ավարտել, ինքը որոշեց, լավ, հայերեն դու գիտես, մենք ապահովել ենք քո գրագիտությունը, գնա ռուսական դպրոց, բայց փառք Աստծո, չի խանգարել իմ հայրենի իմացությանը։ Քաղաքը, վերաբերմունքը ինչ եք հիշում, հաշվի առնելով հիմա այս իշխանական իրողությունները։ Տարբեր բաներ իհարկե, քանի որ մենք մեծացել ենք հայկական թաղամասում, այդ հայկական թաղամասը եղել է մաքուր հայկական, այսինքն այնտեղ ամեն օր, ամենուրեք եւ ամենտեղ բոլոր անկյուններում հայկական հայերենն է հնչել, մեր բարբառը իհարկե։ Մենք շատ ենք ուրախացել, երբ գալիս էին ինչ-որ համույթներ էին գալիս, շատ էինք ուրախանում, երբ որ հայկական ինչ-որ ֆիլմ էին բերում, եւ նորից դժգոհությամբ պետք է ասեմ, որ դա շատ քիչ էր կատարվում։ Եթե այստեղ տարբեր երգչուհիներ էին գալի, երգիչներ էին գալիս Ադրբեջանից, եւ դա նորից խրախուսվում էր, նորից իշխանության կողմից,
Մեզ մոտ ես շատ քիչ եմ հիշում, ասենք մինչև 16 տարեկանի ես ապրել եմ անընդհատ Գանձակում եւ ես հիշում եմ ընդամենը մի 2-3 դեպք եմ հիշում, որ մի անգամ ինչ որ թատրոն եկավ, այսինքն մի կոլեկտիվ եկավ, որ ընդ որում ուշ եկան եւ բանը փակեր, հյուրանոց փակեր եւ այդ ամբողջ այդ բանը խումբը մնաց գիշերը համույթը մնաց մեր տանը։ Էլ ոնց մոռանաք։ Հա, դե շատ հետաքրքիր էր գիշերը 11-ին, 12-ին որ զանգա, այսինքն դե փարքասու հեռախոս կար, բայց դա լավ հիշողություն է եւ հիշում եմ որ այդ մարդիկ երբ որ ուրեմն իրենց բեմադրությունը որ իրականացրեցին, իրենց պետք էր ինչ-որ մի երեխա 3-4-5 տարեկան երեխա եւ ես մասնակցեցի, այսինքն ունեմ նաեւ դերասանական ինչ-որ փորձեր ունեմ, փորձառություն ունեմ Երբ դուրս դրանք եկաք։ շատ լավ բաներ են եւ կարեւորը հիշում եմ որ մի անգամ էլ կոմպոզիտորներ եկան ուրեմն Հայաստան նույնիսկ հիշում եմ ով էր եկել եւ մենք նրանց հետ շրջեցինք գնացինք տարբեր հայաբնակ ինչ որ բան կենտրոններ ոչ թե գյուղեր այ շրջաններ կենտրոններ եւ այնտեղ հանդիպումներ ունեցան այդ կոմպոզիտորները մենք էլ որպես ուրեմն երաժշտական դպրոցի սաներ գնում էինք եւ հայկական ինչ որ բան էինք նվագում դա շատ լավ հիշողություններ են, բայց նորից ասում եմ, մեր հայկական ուրեմն օջախները դրսում շատ վատ ձևով են խնամվել կամ ուշադրության տակ չեն եղել Հայաստանի իշխանության կողմից։ Չեմ կարծում եմ որ նույնը շարունակվում է այսօր, կարծում եմ, քանի որ լինելով ասենք տարբեր տեղերում, Ռուսաստանում, ես չեմ տեսնում այդ համապատասխան վերաբերմունքը, որ ուղարկվեն այստեղից մասնագետներ, այդ մասնագետները այնտեղ դասավանդեն, ինչու շատ հետաքրքիր բաներ մատուցեն, որպեսզի մարդիկ հրապուրվեն եւ ավելի ընդգրկվեն։ Երբ ձեր ընտանիքը դուրս եկավ Գանձակից արդեն։ Դե 89 թվականին։ Այսինքն այնտեղ մնացել են մայրս եղբայրս ընտանիքով 88 թվականին քանի որ արդեն սկսեց այդ բոլոր իրադարձությունները ավելի ակտիվ ձևով նրանք դուրս եկան ուղղաթիռով թե ինքնաթիռով չեմ հիշում ուղղաթիռով ոնց որ թե բերեցին այստեղ արդեն բարեկային ժամներ ստիպված ես չեմ կարողացել նույնիսկ գնամ օթակայան եւ նրանք եկել են հասել են Երևան եւ մի քանի օր հետո արդեն երկրաշարժներ այսինքն այդ բոլոր այդ իրադարձությունները մեկը մյուսին գլորելով ուրեմն հետևելով այդպես էր եւ եղբայրս մնաց այնտեղ որպեսզի կարողանա գոնե մեր ունեցվածքի ասենք ինչ որ մի մասը տեղափոխի գոնե ասենք ինչ որ մի ձևով կարողանա տունը վաճառի որպեսզի գա այստեղ ինչ որ մի բան էլ այստեղ գտնի որ դրսում չի մնան մի մասին հաջողվել է մյուս մասին չի հաջողվել դա այդպես ասենք մեզ ինչ որ կիսով չափով հաջողվել է մեր ընտանիքին իմ հորեղբոր ընտանիքին դա չի հաջողվել եկել են այստեղ ասենք 20 տարի ավել երևի մնացել են հանրակացարանում են ապրել եւ այդպիսի օրինակներ շատ կա այսօր դա շարունակվում է արդեն Արցախի բնակչության հետ այսինքն մենք դա պետք է մտածենք միշտ պետք է մտածենք վատի մասին որպեսզի լավը տեղի ունենա այսինքն մենք երբեք չենք մտածել որ ամրապնդենք մեր հայկական օջախները դա չի եղել եւ ես տեսել եմ դա իմ այսպես ասած կաշվի վրա եմ տեսել եւ այսօր դա պետք է մենք անենք այդ հայկական օջախները որոնք այսօր կան եւ Սովծովեափին Կրասնոդարում կան Ռոստովում կան ամբողջ աշխարհում բայց այն օջախները որը շատ մոտ են այնտեղ աշխատանքը պետք է լինի շատ սերտ կապի միջոցով այստեղ գնալ գալը ինչ է ընդամենը 50 րոպե թռիչք կա 50 րոպե ոչ ավել կամ Վրաստանում հասկանում ձեր ասածը